Եվ այսպես մշակութային ու հոգևոր ինքնության պահպանման ծարավը մեզ բերեց հասցրեց ճոճկան։ Շփրտնավանք թվագրվում է 17-րդ դար։ Համոզված եմ, որ շատ-շատերը չէին էլ լսել այդ անունը։ Ես այդ շատ-շատերի շարքում եմ եւ մեր հանդիպումը կայացավ շփրտնավանքի հետ ու համոզված եմ, որ շատ քչերն են գալիս այստեղ իրենց հոգևոր ծարավը հագեցնելու։ Նախ դժվարամատչելի վայրում է գտնվում ու քչերին է հայտնի։ Հոգևոր գրականությունն էլ իդեպ լռում է ինֆորմացիոն տեսակետից։ Այնպես որ փորձելու եմ զգացածս խոսքերի միջոցով փոխանցեմ ձեզ։ Գմբեթ չունենք, վանքը խոնարհված է, սվաղի հետքեր կան ու մի շերտի մասին չի խոսքը, մի քանի շերտերի մասին է խոսքը։ Սա հուշում է մեզ, որ տարբեր ժամանակահատվածներում փորձել են վանքը ռեստավրացնել։ Այստեղ կա եւս մի մուտք, այս ավելի սիրուն է։ Շարվածքի շերտերն են գեղեցիկ։ Այս քարե շերտերը մեր պատմության շերտերն են։ Լուռ վկաներն են անցյալի եւ ներկայի։ Ենթադրում եմ, որ տանիքը ընդհանուր է եղել ու այս շեղությամբ միացրել է երկու եկեղեցիները։ Ենթադրում եմ, այս հատվածում խորանն է եղել, ավանդատներ կամ առանձին խցեր չունենք, կան փոքրիկ պատուհաններ։ Այս երկրորդ եկեղեցին ունեցել է նաև մուտք, բայց քարերով փակել են։ Այստեղ գործել են հոգևորականներ, ուսյալ մարդիկ, այսինքն վանական համալիրը նպաստել է մեր պատմամշակութային եւ կրթական զարգացմանը ու ենթադրաբար ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլ նաև կրթօջախ, ձեռագրագրության վայր։ Ես միշտ ասում եմ, ելնեք այն մարդկանց, ովքեր այն ժամանակներում տեսել են ինչ է կատարվում, տեսել են ոնց է կատարվում։ Մենք ունենայինք այդ ժամանակի մեքենան ու կարողանայինք երթևեկել անցյալ, ապագա ու այս պատմությունները ու այս դիտարկումները, որոնք որ առաջ ենք քաշում, գոնե աչքի պոչով տեսնեինք։ Close your heart.